Ողջույն սիրելիներս, այժմ մենք գտնվում ենք Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում։ Կոմիտասը հայ ազգային մշակույթի խորհրդանիշն է։ Մարդ, ով հավաքեց, պահպանեց եւ վերաիմաստավորեց հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը եւ հասցրեց այն համաշխարհային մակարդակի։ Բայց քչերը գիտեն, որ Կոմիտասի ճանապարհ դեպի մեծ արվեստ հնարավոր դարձրեց Ալեքսանդր Մանթաշյանը։ Հենց նա իր հազվագյուտ հեռատեսությամբ կարողացավ էջմիածնի համեստ հոգևորականի մեջ տեսնել մեծ տաղանդ, որը կարող էր աննկատ մնալ եկեղեցու պատերից ստվերում։ Այստեղ պետք է նշել նաև ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, ով կիսելով Մանթաշյանցի տեսլականը նույնպես հավատաց երիտասարդ Կոմիտասին եւ աջակցեց նրա ուսմանը։ Չէ՞ որ նրանք երկուսն էլ եւ Մանթաշյանցը եւ Խրիմյան Հայրիկը հասկանում էին, գլխավորը հայ ժողովրդի փրկությունը կրթության մեջ է։ Մանթաշյանցի ֆինանսական աջակցությամբ Կոմիտասը կարողացավ մեկնել Բեռլին, որտեղ կրթություն ստացավ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։ Մելքոն Քրիշչյանն իր անմար կանթեղ գրքում հիշատակում է, որ Կոմիտասը դաշնամուր չուներ եւ իր աշխատությունները գրելուց հետո գալիս էր Ճամարանի հանդիսարանը, որտեղ դրված էր մի փոքրիկ դաշնամուր, որտեղ նա նվագում եւ ուղղում էր տանը կատարած ներդաշնակությունները։ Այդ դեպքից 3 թե 4 տարի հետո Ալեքսանդր Մանթաշյանցը նրան նվիրեց համերգային մի լավ դաշնամուր։ Երաժշտագետ Մարգարիտ Բաբայանին գրված նամակում վարդապետը հայտնել է իր հուզմունքը, ասելով. «Վերջապես ես էլ մարդահաշիվ եմ, ես էլ հնարավորություն ունեմ աշխատելու եւ աշխատելու»։ Երաժշտության շնորհը, ասում էր Կոմիտասը, միայն իր վրա չէ իջել, նա երբեք չի փորձել իրեն միակ երաժշտագետ կամ հայ երաժշտության աստված համարել։ Կոմիտասը խոստովանում էր, որ եթե չլիներ Ալեքսանդր Մանթաշյանը, նա չէր գնա Գերմանիա եւ կդառնար սովորական կոշկակար։ 1906 թվականին Կոմիտասը նամակ է գրում Արշակ Չոպանյանին, ուղարկելով նաեւ հայ գեղչու երաժշտություն վերնագրով իր ուսումնասիրության առաջին տեքստը։ Նամակում Կոմիտասը առանձնահատուկ ընդգծում է իր բարերարին, որի շնորհիվ նա կարողացավ ստանալ ուսում Եվրոպայում եւ զարգացնել իր եվրոպական միտքը։